չէ որ մենք իմանանք ինչպես ինչի համար է պետք երկյուղը, ինչի համար է պետք երկյուղ ունենալ եւ վախը ինչ է եւ ինչի համար է պետք ունենալ, ես ուզում եմ միակ ուրիշ բանի մասին խոսեմ, որ մարդը ապրելու իր կյանքը դասիրակությունը ստանալով ինքը ձեռքաբերում բարդություններ, այնքան քիչ երջանիկ է ու ուրախ է։ Իսկ այդ կոմպլեքսը էդի հայերեն բառը չի, բայց դուք հասկանում եք, հոգեկան կոմպլեքս է, որ էդի մարմնի վրա չի երևում, էդի ավելի շատ բնավորության մեջ է երևում։ Ինչ-որ մեկը ամաչում է երկի, օրինակներ բերեմ, հա, մի քանի, ինչ-որ մեկը ամաչում է արտասան, ինչ-որ մեկը ամաչում է հարային ելույթ ունենա եւ այլն, սա տարբեր կոմպլեքսներ կա, տարբեր։ Ամուսինների մեջ կարող կոմպլեքսներ լինի, երեխա ծնող, հարազատներ, ընկերներ, շատ sense ու այդ ամեն մեկի կոմպլեքսը այդ իր մտածած աշխարհն է, իր մտածած ջրվածքն է դիրքն է։ Ու հիմա տեսեք, սատանան ամեն ինչ անում է, որ sense աղային կուտակում առաջացնի այդ մարդու շուրջ, այդ մարդու մտածելու շուրջ, որպեսզի մարդուն դժբախտացնի։ Ձերդես մի հայտնություն եմ ուզում ասել։ Գիտեք, որ դժոխքի ճանապարհը սկսում է երկրի վրայից։ Գիտեք սրա մասին։ Դժոխքի ճանապարհը սկսում է երկրի վրայից։ Սատանան երկրի վրայից ճանապարհ է բացում մարդկանց համար, որպեսզի մարդիկ հայտնվեն դժոխքում։ Բայց մի տապներ ունեն ձեր համար։ Նաև երկնքի ճանապարհը սկսում է երկրի վրայից։ Եվ Աստված էլ ամեն բան անում է, որ մարդիկ այդ ճանապարհի վրա հայտնվեն, ամեն ձև Աստված հայտնեց ու բացեց, որպեսզի մարդիկ երկնքի ճանապարհի վրա հայտնվեն։ Հիմա տես, բայց մարդուն տվեց իրավունք, մարդուն տվեց ընտրություն, որպեսզի մարդը ինքը որոշի, որ ճանապարհով քայլի, որպեսզի որտեղ հայտնվի։ Այս իրականությունն է, մի քիչ ցավալի, մի քիչ վայ ափսոս, հա? Չէ, բոլորս, ասեք որ բոլորս կուզենք, որ մենք կախարդական փայտիկը խփել ու մեղքերը մաքրված, sense սաղ են կուտակված աղերը, sense թափվեցին, հալվեցին, հա? Ու եկել մենք սուրբ ենք ամպերի վրա sense սլանում ենք այդ դրոները այդ ամպից ու գնում ենք Տիրոջ գահի մոտ, որովհետև բան չկա անելու, սաղ լավ է։ Բայց չէ, ստե Աստված մի հատ ուրիշ բան ասեց։ Ասեց, ես պայքարեցի, որ դու լինես իմ համար։ Ու դու էլ պիտի պայքարես, որ ես լինեմ քո համար։ Ես ու դու սիրելիներս չենք կարող ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, ինչպես մենք ենք պատկերացնում ու մենք ենք ցանկանում, ու Աստված էլ մեր կողը այսպես դու իմն ես, հարց չկա, ինչ ուզում ես, ոնց ուզում ես։ Չէ, ինքը այն հարուստ պապաներից չի, որ երեխաներին փչացնում է։ Ինքը շատ խելացի, հոգատար հայր է, ու ամեն բան անում է, որ ամեն բան ճշմարիտ լինի ու բոլորի համար լավ։ Մի հատ օրինակ եմ ուզում բերեմ։ Երբ որ օրինակի համար, երեք Լիլիթն ու Արտուրը երեք չառաջ օրը ամուսնացան, հիմա երկուսը դարձան մեկ մարմին, բայց նայեք, կա Լիլիթի ծնողներ, մեկ էլ Արտուրի ծնողներ։ Արման, ոչ մեկի չասես։ Հիմա տեսեք, հիմա Լիլիթը մի օր ինչ-որ բանի պահով, օրինակ եմ բերում, սիրելիներս, էսի բոլորի հետ կարա լինի։ Մի հատ ինչ-որ պահով կիսվում է իր մայրիկի հետ։ Իր մայրիկը, տեսեք, իր մայրիկի խորհուրդը, որ դուրս է գալի իօգուտ մենակ Լիլիթի, սա սխալ խորհուրդ է։ Բայց իր մայրիկի խորհուրդը, որ դուրս է գալի իօգուտ Արտուրի եւ Լիլիթի, սա իրական խորհուրդ է։ Հասկանում եք, տեսեք, Աստված ընենց շարեց, որ մենակ քո համար լավ լինի։ Աստված ընենց անում, որ համ քո համար, համ էլ քո կողքիների համար, համ էլ իր համար։
Այս է իր խորհուրդը։ Հասկանում եք, հիմնականում մենք չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մենակ մեզ լավ լինի։ Հասկանում եք, Լիլիթը կուզենա մենակ իրան լավ լինի։ Ես օրինակ եմ բերում, ինքը այտենց բնավորություն չունի, լավ կներեք շատ։ Ամեն մարդ ուզում է իրան լավ լինի։ Ձգտում է, որ չէ, ինձի պիտի հասկանան։ Չէ, իմն է ճիշտը, հասկանում, բայց Աստված ասում է, սպասի։ Ճիշտը մի հատ է ու ես եմ, իսկ դու կարաս լինես այդ ճիշտի մեջ։ Ոնց, երբ որ դու այդ ճիշտը ընդունես քո մեջ։ Սիրելիներս, մենք մեր պատկերացումով ուզում ենք Աստծուն տեղավորենք մեր փոքր պատկերացումների մեջ, բայց էսի չի կարա լինի։ Ու այդ կոմպլեքսները, որ մենք առաջացրել ենք մեր կողքերը, էսի կախվածությունն է։ Էսի կապվածությունն է մարդու կյանքում։ Հասկանում եք, դա մարդուն կծկում է, մարդուն պահում է, որ մարդը չկարողանա ազատ լինի։ Իսկ որտեղ չկա ազատություն, այնտեղ չի կարող լինի երջանկություն, չի կարող լինի ուրախություն, խաղաղություն, չի կարող լինի։ Դրա համար, սիրելիներս, դրա համար, որ մեր կյանքում չլինեն այդ կոմպլեքսները, մենք պիտի դրա համար պայքար անենք, մենք պիտի դրա համար գործ անենք։ Մի քանի ժամանակ առաջ մի հատ երիտասարդ ասեց, որ ողնաշարի հետ խնդիր ունի ու ձգվում են ողնաշարի ոսկորները, խանգարում են ներվերին եւ այլն, ու իրան բժիշկը խորհուրդ էր տվել, որ ինքը պիտի դրա համար ինչ որ խիրուրգային կամ եւ այլն բժշկական միջամտություն չկա, ինքը պիտի վերականգնի իր մեջքը, որ էլ չցավա։ Ու ասել էր, որ պիտի սպորտով զբաղվես, հատուկ վարժություններ անես։ Ու այդ երիտասարդը վերցրեց այդ խորհուրդը ու արեց, ու հետո ինքը վկայում է, որ իմ մկաներս զորացան, վերականգնվեցին, ուժեղացան ու պահեցին իմ մեջքը, ու այլևս ես այդ ցավը չունեմ։ Հասկանում եք, հիմա տեսեք, ինքը 2 տարի, 3 տարի, ինքը ձգտեց, ինքը աշխատանք արեց, պայքարեց, որպեսզի ձեռք բերի։ Հասկանում եք, Տերը ուզում է, որ մենք ձեռք բերենք։ Նաև ուզում է, որ մենք պայքարենք, որպեսզի ձեռք բերենք։ Հասկանում եք, Տերը ուզում է, որ մենք ցույց տանք, որ իրոք մենք դա ուզում ենք, ու ինչքան ենք ուզում։ Ինչ որ բաներ կար իմ կյանքի մեջ, որ ես ընտրությունների առաջ էի կանգնած ու Աստծուց բան էի խնդրում, ու նաև աշխատում էի դրա համար, որպեսզի դա ձեռք բերեմ, զբաղվում էի, ու մեկ էլ գիտեք, մի պահ սենց պահ եկավ մոտս, ասում եմ, կարող է ես թերահավատում եմ, դրա համար եմ ես շատ աշխատում այդ թեմայի վրա։ Ու գիտեք, ասացի, չէ, Տեր Աստված, ես հավատում եմ, որ քո հրաշքը կլինի, բայց նաև ինքս ես հավատքի քայլ եմ դնում։ Ոնց որ Եզեկիելի մարգարեությունն ասում, եկեք կարդանք այդ տեղը, հա, թանկագիններս, մի հատ հրաշալի մի վարքյան Եզեկիելի 22:30-ը։ Եվ ես նրանցից մարդ որոնեցի Պարիսպը շինող եւ խրամատության առաջին կանգնող իմ դիմացը երկրի վրա, որ նրան չափականեն, բայց չգտա։ Հասկանում եք, ասում եմ, մարդ եմ փնտրում, որ հարցեր լուծեմ։ Մարդ եմ փնտրում, խրամատումով է, առաջի գից կռվող է։ Հասկանում եք, ես չեմ կարա Տիրոջը ասեմ, գիտես ինչ, Աստված ջան, այս իմ խնդիրը, այս էլ դու։ Այս հարցերը լուծի, ես էլ իմ կյանքով ապրեմ։ Ուրիշ հոգսեր ունեմ։ Ասենք ոնց որ Լիլիթին հիշեցի, մեր նորահարսիկին, հա։ Փոքր էր, իրանց տանը հյուր էինք, մեկ էլ տենց երեկոյան էր արդեն, հոգնել էր, խաղացել էր։ Բան մեկ էլ բերեց սունկեն դրեց, մամ դասերս կանես ու գնաց քնելու։ Ես տպավորվեց միջև այսօր հետի մեջս, ու գիտեք շատ ժամանակ, հա, մամա դասերը կանի, բա քեզ ինչ, չէ, մաման կսովորի այդ 2 անգամ 4-ը, բա դու, 2 անգամ 2 4-ը, հա, ճիշտ ասցի, բա դու, հիմա տեսեք սիրելիներս,
Շատ ժամանակ մենք բերում ենք այդպես պայուսակը դնում ենք Աստծու մոտ, լուծես հարցերը, ես գնացի քնելու։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ։ Բայց Տերը ասում է, ես փնտրում եմ խրամատում կանգնող։ Խրամատում ով է կանգնում, առաջնագից կռվողը։ Անքուն մարդը, ապրես, չի գնում քնելու։ Սիրելիներս, պիտի մենք գործ անենք, պիտի մենք ես ու դու պայքարենք։ Գիտես սատանան ումից է զզվում։ Ապրես։ Պայքարողից է զզվում։ Գիտես խի, որովհետև պայքարողին զիջում է։ Պայքարողին զիջում է ինքը։ Պայքարողին վերադարձնում է ինքը։ Այդ դրամ էլ չի սիրում պայքարողների։ Ու իմացի, թշնամին երբեք ոչ մի բան նվեր չի տալիս։ Թշնամին երբեք ոչ մի բան չի վերադարձնում հենց այնպես։ Թշնամուն պիտի հաղթես ու վերցնես։ Իսկ այդ հաղթողը արդեն կա, եղել է։ Ու այդ իշխանությունը ինքը քեզ է տվել։ Գիտես, Հիսուս ասաց, ես հաղթել եմ ու ձեզ եմ տվել իշխանությունը։ Գնացեք դուք էլ հաղթեք։ Հիմա հասկանում ես, սխալ կլինի, որ ես նստեմ ու սպասեմ հաղթանակի։ Իմ հաջողության համար, իմ առողջության համար, իմ երջանկության համար եւ այլն եւ այլն։ Շատ սխալ կլինի սա Աստծո առաջ։ Ես կարող եմ կյանքս ապրել 30, 60, 100 տարի առանց ունենալու օրհնություններ իմ կյանքի մեջ, ինչպես որ Աստվածաշունչն է ասում, 30, 60, 100%։ Որովհետև ես բաց թողեցի այն գործը աշխատանքը, որ ինձ էր վերաբերում, իմ մասնիկն էր ու իմ անելիքն էր։ Սիրելիներս, հիմա տեսեք, Երեմիայի 29-րդ գլխում 11-րդ խոսքից։ Աստված ինչ է ասում։ Ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը։ Խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Աստված ասում է, ես տեղյակ եմ ամեն ինչի, ինչը որ քո հետ կապված է։ Ու այն ճանապարհը, որ սկսում է երկինք տանող, քո կյանքի ճանապարհը, որ երկինք պիտի տանի քեզ, երկրի վրայից որ սկսում է, այն ասում է սկսում է խաղաղության մեջ, խաղաղության խորհուրդների մեջ է սկսում։ Ու այդ խաղաղության խորհուրդները ինչ է ասում, չարից կպահի քեզ։ Մենք ուզում ենք, սիրելիներս, այսօր մեր կյանքը ապրենք երկրի վրա առանց չարիքների։ Ուզում ենք։ Ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին։ Իսկ գիտեք մեզ ինչը կպահի չարիքներից։ Խաղաղության խորհուրդները։ Աստված ասում է, ձեզանից տեղյակ եմ։ Այնպես չի, որ դժվարություններ կա, չարիքներ կա, եւ այլն, խնդիրներ կա։ Գիտեմ, տեղյակ եմ։ Բայց ասում է, ես քեզ խորհուրդ եմ տվել։ Խորհուրդ եմ տվել։ Զորո ջան, ոչինչ, արի, չեն խանգարում իրանք։ Արի ախպերս, ոչինչ։ Մեր երեխեքն են, Տերը օրհնի իրանց, մենք այս ապագան իրանց համար ենք կառուցում ու պատրաստում, Աստված իրանց առողջություն, զորություն, երջանկություն տա։ Ամեն։ Մենք Տիրոջ հետ ենք, ուշադրություն մի դարձրեք երեխաներին, ինձ դարձրեք, ես եմ ստեղի երեխեն։ Լավ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հիմա տեսեք, այդ ամեն չարիքների մեջ մեզ Աստված տվել է խաղաղության խորհուրդ, որպեսզի մենք այդ խորհրդի մեջ լինենք, կարանք չարիքի մեջ չլինենք։ Իսկ գիտեք, սիրելիներս, Աստված չի գալու իմ ու քո տեղը այդ խորհուրդը կատարի մեր կյանքի մեջ։ Աստված ինքը իր պատվիրանները չի կատարելու։ Իր պատվիրանները ես ու դու պիտի կատարենք։ Ես ու դու պիտի ունենանք մեր կյանքի մեջ այդ ճշմարիտ ճանապարհը, որպեսզի մենք հայտնվենք երկնքում խաղաղության ճանապարհի մեջ։ Հասկանում եք, դրա համար սիրելիներ, շատ ժամանակ մենք կարանք ամբողջ կյանքներս ապրենք սпасելով Աստծուց։ Ինչ որ մի բան։
Բայց մենք արդեն դրա մեջ ենք ու Աստված տվել է մեզ, ուղղակի մենք պետք է այն գործի դնենք։ Հասկանում եք ինձ, թանկագիններ։ Հալելույա։ 12-րդ խոսքը 29 գլխի Երեմիայի։ Եվ դուք կկանչեք ինձ եւ կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Հասկանում եք, այնպես չի, որ Աստված ոնց որ ասենց ռուսերեն ասած նաստարանյա, ինչ որ մի կողմի է, էլի, ինքը իր գործերով, իր հոգսերով, մենք էս մեր քրտնաջան, ես իմ ասենց չանգրտելով պետք է մի բանի հասնենք, չէ։ Չէ, ասում եմ, ես կամ իմ խորհուրդները ձեր հետ է, խնդիր չկա, ու նաև ձեր աղոթքների մեջ եմ ես։ Այսինքն ձեր պատերազմների մեջ եմ ես։ Երբ որ մենք աղոթում ենք ու պատերազմում ենք, Տերը դրա մեջ ասում է, ես կլսեմ ու կտամ ձեզ։ Ու գիտեք, ինքը չի լսելու ուրիշ բան պատասխանի։ Ինքը լսելու է այն, ինչի խնդրվածքը դու ներկայացնելու ես իրան։ Ինչի համար դու պայքարելու ես, ինչի համար որ դու կռիվ ես տալու, ինչը որ դու պահանջելու ես սատանայից, այդ էլ Տերը լսելու է։ Բայց ինքը ուզում է լսի էտի, որ դու ասում ես, սատանա դու իրավունք չունես, այստեղ, այնտեղ, այս հարցում, այն հարցում, Տերը ուզում է, որ դու խրամատում լինես ու ասես, որ դու սատանա իրավունք չունես։ Ես իրա դուրը չի գա իհարկե։ Ու դրա համար քեզ կոմպլեքսավորում է, վայ, դու շաբաթը մեկ եկեղեցի ես գնում, երկու անգամ գիրք ես կարդում, աղոթում ես, սա լավ է, 10-րդ հավատարիմ տալիս ես, ամենը լավ է։ Էսի ինչ որ շրջանակ է կազմում քրիստոնյայի կողքերը, որ հանկարծ քրիստոնյան չիմանա, որ ինքը ավել իրավունքներ ունի։ Չէ՞, ավել իրավունքներ ունի։ Հիմա տեսեք, թանկագիներս, մենք ամենքս եկել ենք օտար երկրից այստեղ, չէ՞, օտարական ենք։ Հիմա ամենքս ձգտում ենք ինչ որ թղթի։ Ու կա տարբեր աստիճանի թղթեր։ Ինչի համար ենք մենք ձգտում այդ թղթերին։ Որովհետև այդ թղթերը ինչ անում։ Իրավունքներ է բացում մեր կյանքի մեջ, այս երկրի բարիքներից օգտվելու։ Հասկանում եք, ես զուգահեռ եմ անում։ Նույնն էլ Աստծո մեջ, Աստծուն ճանաչելու մեջ, Աստծո խորհուրդները իմանալու մեջ մենք նոր իրավունքներ ենք ստանում։ Նոր իրավունքներ է մեզ բացվում։ Ու Աստված ուզում է, որ մենք այդ իրավունքները գործի դնենք։ Ամեն։ Ամեն։ Դուք մեր հետ եք։ Հալելույա։ Գնանք առաջ, թանկագիներս։ Դուք հասկանում եք, չէ՞։ Տեսեք, եւ դուք շարունակենք, հա, 29-րդ գլխում 13 խոսքը։ Եվ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք եւ ձեր բոլոր սրտով, կխնդրեք ձեր բոլոր սրտովը։ Սիրելիներս, հիմա ինչքան ենք մենք ցանկանում։ Ինչքան ենք մենք ուզում, որ Աստված լինի մեր կյանքի մեջ։ Ում ասուն չեն կարող խափենք։ Կնոջդ կարաս ինչ որ բան թաքցնես, ամուսնուդ թաքցնես, երեխայի ծնողիդ կարող ես թաքցնել։ Բայց Աստծուն չես կարող թաքցնես։ Ու դրա համար ինքը ամբողջ սրտի պարունակությունն է ուզում։ Ինքը շատ նախանձոտ Աստված է։ Ինքը չի ուզում ինչ որ մեկի հետ կիսի։ Այստեղ կա կին, որ կուզի իր ամուսնուն ինչ որ մեկի հետ կիսի։ Չկա, չէ՞։ Իսկ տղամարդ կա, որ կուզի իր կնոջը ինչ որ մեկի հետ կիսի։ Չէ, առավել եւս Աստված։ Գիտես, այդ ամուսնուդ կամ կնոջը դու չես արարել։ Բայց Աստված արարել է իր ժողովրդին, ինձ ու քեզ, ու դրա համար ինքը խանդոտ է ու նախանձոտ է, ու դրա համար ինքը ուզում է ամբողջովին, ամբողջ սրտով։ Իր հնարավորությունները, սիրելիներս, ինքը չի սահմանափակում մեր կյանքում։ Իր հնարավորությունները ես ու դու ենք սահմանափակում։ Դրա համար ես ուզում եմ, որ այսօր
քանդվեն այդ կապանքները ու բացվի Աստծո զորությունը ավելի ձեր կյանքի մեջ։ Ու 14-րդ խոսքում Աստված ասում է. ես կգտնվեմ ձեր համար։ Այսինքն այնպես չի լինի, որ դուք փնտրեք ու հետո հուսահատվեք, ոչ մի բան չգտաք։ Ես կգտնվեմ ձեր համար, ասում է զորաց Տերը, եւ ետ կդարձնեմ ձեզ գերությունից եւ կժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից։ Այսինքն ամեն հարցերը ես կլուծեմ քո կյանքի մեջ, որ դու խնդրես քո սրտով, որ դու վերցնես այդ բարի խորհուրդները, որպեսզի չարիքների մեջ չընկնես։ Ես կգտնվեմ քո համար, կբացվեմ քեզ ու քո բոլոր հարցերը կլուծեմ։ Որ պարագայի մեջ ինչ խնդիր ունես, ես այդ հարցերդ կլուծեմ, արխային եղի։ Սիրելիներս, հաստատ իմացեք, յուրաքանչյուր ազատության համար պայքար է պետք։ Եթե չպայքարեցիր, գերության մեջ ես ընկնելու։ Յուրաքանչյուր ազատության համար պայքար է պետք։ Ու գիտեք, այսօրվա դրությամբ որ երկիրն ամենաապահով է, որը որ շատ ուժեղ զորավոր բանակ ունի։ Ով որ զորավոր պայքարող է, հասկանում եք, դու կարող ես ունենալ այդ ազատությունը եւ պահել այդ ազատությունը, երբ որ դու պայքարում ես դրա դեմ, դու զորավոր ես Աստծով։ Հալելույա։ Ու իմացի, որ քո կյանքում ոչ մի բան հենց այնպես չի անցնի։ Ամեն բանից եւ սատանան է տեղյակ եւ Աստված։ Ու գիտես, իմացի, որ Աստված ոչ մի իրադարձություն հենց այնպես չի թողնի քո կյանքում, որ գիտես, մեկը սատանան հոп տեսավ հնարքը կա, ինքը բաց չի թողելու։ Դրա համար Աստված ուզում է, որ դու լինես այդ պահպանության ու պաշտպանության դաշտում, որ իր խորհուրդն է։ Հալելույա։ Այո, Տերը ուզում է կառուցի իր կամքը մեր կյանքի մեջ։ Տերը ուզում է մեր կյանքը կառուցի կատարյալ կամքի մեջ։ Եկեք հենց մի հատ մեզ հարցնենք։ Իսկ մենք ուզում ենք։ Իսկ եթե մենք ուզում ենք, ինչքանով ենք ուզում։ Իսկ որ ինչքանով ենք ուզում, ինչքանով ներդրվում ենք, այդքանով էլ ուզում ենք։ Ամեն։ Դու զորանում ես, թե չէ։ Գնանք Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 38 խոսքից։ Տեսեք, մենք շատ ժամանակ այսպես ենք ներկայացնում, Հիսուսը սիրում է, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես եղի, այսպես բաներ ենք ուզում լսենք, ու դրա համար էլ չենք փոխվում, մեր կյանքը չի փոխվում։ Աստված մեծ շնորհք ունի, մեծ սեր ունի, եւ այլը, ու դրա համար էլ մեր կյանքում ոչ մի բան չի փոխվում, ու մենք զգոն չենք, ուշադիր չենք։ Այստեղ Հիսուսն ասում է, ով չի առնում իր խաչը իմ հետևից չի գալի, ինձ արժանի չի։ Տեսեք, այստեղ Հիսուսը ասում է, մարդ կա, որ արժանի չի ինձ, որ ես իր կյանքի մեջ լինեմ։ Այսինքն արժանի չի, որ այնինչ որ ինքը կառուցում է, ես դրա մեջ լինեմ։ Որովհետև սիրելիս, եթե դու քո թագավորությունն ես կառուցում, եթե քո անվան փառքի հետևից ես ընկած, Հիսուսը դրա մեջ չկա։ Հիսուս ասում է, դու քեզ պիտի օրանաս, ես պիտի լինեմ քո տեղը։ Այդտեղ հարց չկա։ Հասկանում եք, իսկ մենք ուզում ենք Աստծուն տեղավորենք այն նրա մեջ, ինչը որ մենք ենք, ոչ թե որ Աստված է ուզում լինի, ոնց որ Աստված է ուզում լինի, այլ որ մենք ենք ուզում։ Ով որ իրան անձը գտնում է, կկորցնի նրան, եւ ով իր անձին ինձ համար կորցրեց, նա կգտնի նրան։ Եթե դու քո ծրագրերի մեջ ես, քո փառքի կարիերայի եւ այլն, եթե դու ուզում ես Աստծուն, շատ կոպիտ է հնչում, բայց շատ ժամանակ հանդիպում ենք այդ թեմաներին, որ մարդը Աստծուն ուզում է իր հաջողությունների համար ունենա,
կկորցնես։ Բայց եթե ասում է իմ համար, իմ ծրագրերի համար, դու թողես քո կյանքը, քո ծրագրերը, այն դու ձեռք կբերես, այն դու կունենաս ու ավելին կունենաս։ Սիրելիներ, շատ ժամանակ մարդիկ կարող են ընկնել իրանց անունի պատվի հետևից։ Գիտեք, շատ հաճախակի մեր ազգի մեջ էլ է դիկա, ինչ կասեն, ինչ կմտածեն, բայսի ոնց կլինի, բայնի ոնց կլինի։ Ու գիտեք, ու ընկած իրանց անունի պատվի, հետևից իրանց կողքը բարիկադներ են կառուցում։ Էսի սենց չանես, այնի նենց չանես, ու այդ բարիկադները բարձրացնում են մարդկանց համար, մոռանալով, որ իրանք Աստված ունեն։ Գիտես, եթե քո արդարությունը դու ես ապացուցելու, ասեմ, որ շանս չունես։ Բայց եթե քո արդարությունը Աստծուց է ու Աստված է ապացուցելու, դու կարող ես ազատ լինես ու ոչ մեկի ոչ մի բան չապացուցես, որովհետև դու քո Տեր Աստծո առաջ ես ապրում։ Դու ոչ մեկի չունես ինչ որ բան ապացուցելու, որովհետև ոչ մեկ չի ասելու քեզ, երկին կմտնես, թե չէ։ Մենակ Աստված է ասելու։ Շարունակում է Հիսուսը Մատթեոսի 10-րդ գլխում 32 խոսքից։ Արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նրան կդավանեմ հոր առաջին, որ երկնքումն է։ Սիրելիներս, եթե մենք ուզում ենք Աստված լինի մեր կյանքում, մենք էլ պիտի լինենք նրա կյանքում, ուրիշ բառերով ասած։ Հիսուսը ստեղ ասում է փոխադարձ է մեր հարաբերությունը։ Փոխադարձ է, խնդիր չկա։ Ինչքան ուզում ես շատ լինեմ քո կյանքում, այնքան դու շատ տեղի իմ։ Շատ հասարակ է։ Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքումն է։ Ու մտածում, ես ոչ մեկի առաջ չեմ կանգնի, ասեմ Աստված չկա, կամ Հիսուսը իմ Տերը չի, չեմ ասի։ Լսի, մարդկանց առաջին դու ցույց ես տալիս, ով ես դու։ Պարտադիր չի իրանց ասես։ Դու քո ապրելաձևով, քո ապրելակերպով, քո պաշտամունքով, քո աստվածապաշտությամբ դու նրանց ցույց ես տալի, ով ես դու։ Ու գիտես, մարդիկ կարող է այդքան էլ լավ չտենան քո մոտիվը, քո ցուցադրական քայլերը եւ այլն, բայց Աստված լավ գիտի ու լավ տենում է։ Ու մի բան ասեմ, Աստծո խորհուրդը հաճելի է մարդուն, բայց ոչ սատանային։ Եթե Աստծո խորհուրդը միտեղ քո դուրը չի գալի, իմացի, որ դրա հետևը մեկը կայնած է, որ չի թողում քո դուրը գա։ Ուրեմն իրանից պատկանող ինչ որ բան կա։ Եկեք մի հատ ուժեղ ծափ տանք։ Всё։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ես քնի ոգում քշում ենք այս դահլիճից։ Հիսուսի անունով։ Ամեն։ Հիմա սիրելիներս, ուզում եմ անցնեմ հաջորդ քայլին, ինչի մարդիկ չեն մտերմանում Աստծո հետ։ Ինչի են մարդիկ ինչ որ պատեր դնում իրանց ու Աստծո արանքում, ինչի են հեռվանում Աստծուց։ Որովհետև մարդիկ կորցնում են երկյուղը Աստծո հանդեպ։ Ու սատանան շատ լավ աշխատում է, շնորհակալություն քույրիկ ջան։ Սատանան շատ լավ աշխատում է, որ մարդը երկյուղ չունենա։ Շատ լավ աշխատում դրա վրա, որ մարդը երկյուղ չունենա։ Ու եւ հենց Աստծո երկյուղը հանում է մարդու կյանքից, մարդը սկսում է ապրել ոնց մարմինը կթելադրի, ոնց տվյալ պարագան իրան կդրթի եւ այլն, ու դրանից էլ իհարկե
լավ հետևանքներ արդյունք չի կարա լինի։ Սիրելիներս, Մատթեոսի 8-րդ գլխում աշակերտները Հիսուսի հետ նավակի մեջ էին։ Հիսուսը նավակի մեջ քնած էր ու փոթորիկ սկսեց։ Փոթորիկ սկսեց ու խորտակվում էր նավը։ Աշակերտների մոտ վախ ծնվեց։ Նայեք, Տերը, ուզում եմ մի բան նկատեք, Աստված, Տեր Հիսուսը իրանց հետ է։ Իրանց կյանքի մեջ են, նավակի մեջ, Հիսուսը իրանց հետ, փոթորիկ կա, ալեկոծություն, բայց աշակերտների մեջ վախ կա խորտակվելու, վախ կա կործանման, բայց Աստված իրանց հետ է։ Հասկանում եք, սիրելիներս, շատ ժամանակ մեր ընթացքի մեջ, մեր առօրյայի մեջ շատ վախերի ենք հանդիպում ենք, կենցաղային վախերի, որ կարող ենք վնասվել, կարող ենք եւ այլն, հա? Բայց Տերը մեր հետ է։ Տերը մեր հետ է, ու այս վախը մեզի սարսափի է, սարսափ առաջացնում, ինչի ինքնապաշտպանության։ Ու տեսեք Հիսուսը հիմա արթնացնում են Հիսուսին, հանդարտեցրեց փոթորիկը, ամեն ինչ նորմալ է, պտտվեց, աշակերտների ինչ ասում։ Սակավահավատներ։ Նայեք, ինչ որ պահ կա, որ գիտես, ես քո կողքին եմ, ես քո հետ եմ, ուրիշ բառերով, հա, Հիսուսը։ Ինչի չի հերիքում քո հավատքը։ Ինչի չի հերիքում, ինչի է պակասում քո հավատքը, որ ես քո հետ եմ։ Ինչի չես դնում գործի քո հավատքը։ Ինչի չես տեսնում, որ ես քո հետ եմ։ Գիտեք, ստեղ էսի մարդկային վախի մասին է խոսում։ Մի հատ ուրիշ դեպք եմ ուզում Աստվածաշնչից հիշեմ, որ էլի վախ առաջացավ մարդու մոտ։ Մովսեսը, երբ որ սարի վրա էր, հովություն էր անում, մեկ էլ տեսա մորենին վառվում է։ Իրա մոտ վախ առաջացավ։ Բայց տեսեք, այդ վախը չէ, որ ինքը կործանվում է։ Ու ինքը ձայն լսեց, մոտենում էր մորենուն, իր համար այդպես մի հատ տարօրինակ պահ էր այդ պահը, էլի, որ մորենին վառվում է, բայց չի այրվում, չի վերջանում։ Կրակ կա, բայց նա չի վերջանում։ Հետաքրքրությունից մոտենում էր, մեկ էլ ձայն լսեց, ասում այդ վայրը, որտեղ գտնվում ես, սուրբ է, կոշիկներդ հանի։ Հասկանում եք, իր մոտ կար էդի վախ կար։ Բայց էսի վախ չէր, որ ինքը հեսա մահանալու է։ Վախ չէր, որ ինքը կործանվելու է, կորչելու է, հասկանում եք։ Սիրելիներս, շատ ժամանակ տեսեք, մենք գիտենք Աստված մեր հետ է, մեր կողքին է, բայց չգիտես խի նաև վախ կա, որ կործանվելու ենք։ Բայց Աստծո երկյուղը, երբ որ կա մեր կյանքի մեջ, ինքը մեզ տանում է սրբության։ Աստծո երկյուղը մեզ պահում է, որ Աստված մեր հետ է, որ մեր մեջ ինչ որ պատեր չկա, որ մեզ հեռացնի իրարից։ Ուզում եմ մի փոքր համեմատություն անեմ, սիրելիներս։ Ու գիտեք, Աստծո երկյուղը ինքը վախից չի ծնվում։ Այդ ոնց ասած, մերկ վախից, հա, մարդկային կորուստի վախից չի ծնվում։ Աստծո երկյուղը հավատարմությունից է ծնվում։ Հիմա ես մի քանի համեմատություն կանեմ, որովհետև ինքը հարգանքից ավելի շատ կարելի ասել։ Աստծո երկյուղը հարգանքից է ծնվում, սրբության հարգանքից է ծնվում։ Գիտեք, մի քանի զուգահեռ եմ ուզում անեմ Աստծո երկյուղի, մեկ էլ վախի, մարդկային վախից, ուրեմն
Սովորական վախը ծագում է վտանգից կամ վնասվելու սպառնալիքից։ Ու տեսեք, ինքը ինչ է առաջացնում, ինքնապաշտպանություն։ Հաջորդը բերում է խուճապի, փախուստի կամ ինքնապաշտպանության զգացում, հա, սովորական վախը։ Կենտրոնացած է սեփական կյանքի կամ բարեկեցության վրա։ Բայ լավ կապրեմ, բայ կարենամ տանվարձս տամ, բայ կարենամ էս անեմ, են անեմ, հասկանում եք, էսի սովորական մարդկային վախերն են։ Հիմնված է զգայական ու ժամանակավոր պատճառների վրա։ Հիմնականում այդ վախը ժամանակավոր է, որ ինչ որ սիտուացիայից է, ինչ որ առիթից է առաջացել։ Հաճախ աղավաղումը դատողությունը հեռացնում խաղաղությունից։ Սովորական վախը քեզ շեղում է, որ դու չես կարա կոնկրետ որոշումներ կայացնես ու քեզ իրականությունից նույնիսկ հեռացնում է, նաև գողանում է քո խաղաղությունը։ Բայց հիմա տեսեք սիրելիներս, Աստծո երկյուղը ինչ է անում։ Ծագում Աստծո սրբության, սիրո եւ արդարության գիտակցությունից, որտեղից է ծնվում Աստծո երկյուղը, որ դու գիտակցում ես նրա սերը եւ նրա արդարությունը, որ կա քո կյանքի վրա։ Բերում է խոնարհություն, հարգանքի, մեղքից հեռանալու ցանկություն։ Հասկանում եք, ես մեղք չեմ գործում, որովհետեւ ես վախենում եմ, որ կմեռնեմ, այլ ես մեղք չեմ գործում, որովհետեւ ես չեմ ուզում, որ Աստված նեղանա ինձանից։ Հասկանում եք, էսի տարբեր բաներ են։ Իհարկե, երկուսն էլ ճշմարտություն են։ Բայց ես ավելի բարձր եմ։ Հասկանում եք, օրինակ ես եղբորս չեմ օրհնում, որովհետև ինքը բարի հող է, ինձ օրհնություն կգա, այլ որովհետև նա իմ եղբայրն է, Քրիստոսի արյունով գնված ու Քրիստոսի Հայր Աստծո զավակն է, դրա համար եմ ես օրհնում, հասկանում եք տարբերությունը։ Էս էլ նույնը, սիրելիներս, որ ես մեղքից հեռանում եմ, որովհետև ես սիրում եմ Աստծուն։ Կենտրոնացածը Աստծո երկյուղը կենտրոնացած է Աստծո հանդեպ սիրո եւ պատկառանքը պահելու համար։ Պատկանելիությունը, որ ես սիրում եմ Աստծուն ու ես ցույց եմ տալի, որ ես իրան եմ պատկանում։ Այն ինչը որ կա իմ կյանքի մեջ դա Աստծուն է։ Աստծո երկյուղը հիմնված է հոգևոր եւ հավիտենական ճշմարտությունների վրա։ Նրանք ժամանակավոր չեն։ Կարևոր, զորավոր ճշմարտությունների վրա է Աստծո երկյուղը հիմնված։ Բերում է սրտին խաղաղություն, իմաստություն ու սրբություն։ Հիմա տեսեք սիրելիներս, ես ու դու սովորական վախ ունենալով նրանից կարող ենք վնասվել։ Սովորական վախից առաջանում է տառապանք ու մահ։ Իսկ Աստծո երկյուղից սեր հարգանք Աստծո հանդեպ, Աստծո նկատմամբ։ Սա մենք պետք է հասկանանք ու տարբերենք։ Ըստ դրա քայլելով, հասկանում եք, Աստծո երկյուղ ունենալով մեր կյանքի մեջ, մենք կարանք ամեն տեսակ կոմպլեքսներից ազատվել։ Ամեն տեսակ այդ աղային կուտակումները կքանդվեն, կհալվեն, կթափեն, եթե մեր կյանքի մեջ կա իրական Աստծո երկյուղ։ Հիմա սիրելիներս նայեք, մի հատ նորից հետաքրքիր ոնց ասած, եզրափակենք, հա, եզրափակենք այսօրվա մեր խոսքը, ուրեմն ուզում եմ ասեմ, որտեղից է ծագում սովորական վախը ու եզրափակենք այսօրվա խոսքը, որտեղից է ինչա սովորական վախի նպատակը, ինչա նրա հիմքը, ինչա նրա արդյունքը եւ ինչա նրա ուղղվածությունը, որովհետեւ ամեն բանի հետևում կա արդյունք։ Ու ինչը ինչի համար է, նայեք, սովորական վախը ծագում է վտանգի վնասի սպառնալիքից։ Սովորական վախի նպատակը փախուստն է ու ինքնապաշտպանությունը։ Սովորական վախի հիմքը, ինչի վրա է հիմնված սովորական վախը, դա սարսափն է ու անհանգստությունը։ Մենք հասկանանք ինչի դեմ կանգնենք,
ինչը հանենք մեզանից, ինչը վռնդենք։ Իսկ դա արդյունք է բերում արդեն։ Սովորական վախը նաև ունի իր արդյունքը, իր ոնց ասած վարձը, հա, վարձքը։ Դա խոճապն է, անհանգիստ հոգևոր վիճակը։ Հոգևոր վիճակի վրա ազդում է սովորական վախը։ Ու դա կոմպլեքսավորում է մարդուն։ Ուղղվածությունը սովորական վախը ինքդ քեզ վնասից փրկելու է, դրթում քեզ։ Բայց սիրելիներս, մենք կարանք, բայց ինչ որ չափ։ Հասկանում եք, հաճախակի վախը շարունակական թողելով քո կյանքի մեջ, ինքը խորտակելու է քեզ։ Մի օր հանձնվելու ես։ Դրա համար դու այսօր գիտակցաբար պետք է դրանից հրաժարվես։ Ու եթե այդ վախը կա քո կյանքի մեջ, խնդիր չկա, դու այն կարաս փոխարինես Աստծո երկյուղով, ու Աստծո երկյուղը քեզ կբարձրացնի։ Հիմա ես զուգահեռ եմ անում Աստծո երկյուղի ծագումը որտեղից է։ Աստծո սրբության, սիրո եւ արդարության զգացումից։ Այն ծագումը, երբ որ Աստծո սերը եւ սրբությունը, այդ զգացումը գալիս է քո կյանքի մեջ, երբ որ դու, ուրիշ բառերով ասեմ, հարաբերություն ես սկսում Աստծո հետ։ Նրա նպատակը, որ քեզ մեղքերից հեռացնի ու Աստծուն մոտեցնի։ Այս Աստծո երկյուղի նպատակը։ Իսկ հիմքը ինչի վրա է հիմնված։ Սիրո, խոնարհության, հեզության, հնազանդության, Սուրբ Հոգու պտուղների ու պարգևների վրա է հիմնված Աստծո երկյուղը։ Մենք մոռանում ենք շատ հաճախակի դրա մասին, որ մեզանից մի օր ինքը հարցնելու է։ Դրա համար էլ ոնց ուզում ենք ապրում ենք, ինչ ուզում ենք անում ենք։ Դրա համար եթե դու Աստծո երկյուղ չունես, հարգանքով չես Աստծո հանդեպ, նրա սրբության հանդեպ, այդ ժամանակ գոնե վախեցի Աստծուց։ Վախեցի, որ նրա դատաստանը քեզ չհասնի։ Եկեք կանգնենք Աստծո առաջ։ Հալելույա։ Հիմա սիրելիս, ես քեզ կոչ եմ անում, որ դու չմտածես, վայ ինչ կասեն, վայ ինչ կմտածեն, վայ ոնց կնայեն ինձ, վայ ոնց կհասկանան, վայ ոնց չեն հասկանա։ Ուզում եմ մենակ մտածես։ Քո Տեր Աստվածը ինչ կասի, ինչ կմտածի, ու ինչպես է ուզում քեզ տենա, ու ինչպես է ուզում քեզ հասկանա։ Ես կուզեմ, որ դու հիմա առանձնանաս քո Տեր Աստծո հետ։ Ամենակարող Արքա, Տեր Աստված, խնդրում եմ մեզ ներես նրա համար, որ մենք քո երկյուղից հեռացել ենք, Տեր։ Խնդրում եմ Տեր Աստված, մեզ ներես նրա համար, որ Տեր Աստված իմաստուն չգտնվեցինք եւ քո երկյուղը չունեցանք մեր կյանքի մեջ։ Զորեղ Արքա, փառած Տեր, մենք սիրում ենք քեզ։ Մենք սիրում ենք քեզ։ Մենք սիրում ենք քո պատվիրանները։ Մենք սիրում ենք Տեր քո արդարությունը։ Մենք ուզում ենք ունենանք մեր կյանքի մեջ խաղաղությունը քո Տեր։ Զորեղ Արքա, փառած Տեր։ Ցույց տուր մեզ։ Ցույց տուր մեզ Տեր Աստված, որտեղ ենք մենք սխալվել եւ ինչը պիտի ուղենք շտկենք Տեր։ Ցույց տուր մեզ։ Տեր, կառուցի մեր մեջ այն տաճարը, որը դու ես ուզում տեսնես։ Կառուցի մեր մեջ այն բնավորությունը, Տեր, որ դու ես ուզում տեսնես։ Տեր, կառուցի մեզ, տուր մեզ այդ սիրտը, այն սիրտը, որ դու ես ուզում տենաս, Տեր։ Հալելույա։ Մեր Արքա, մեր Սուրբ Աստված,
մեր Սուրբ Հոգի, ահա մենք քո առաջ ենք եւ խնդրում ենք քեզ, որ դու հանես մեր սրտերից ամեն տեսակի տագնապ, անհանգստություն, մարդկային, սովորական վախեր եւ դնես մեր սրտի մեջ աստվածային երկյուղը, որ երբեք մենք Տեր ջան, երբեք մենք չհեռանանք այն հարգանքից, այն պատվից, այն սիրուց, որ պիտի մենք տանք քեզ, ցույց տանք քեզ Տեր, ցույց տանք մեր կյանքի բոլոր ճանապարհների ու ժամանակների մեջ Տեր Աստված։ Հալելույա։ Փառածարքա։ Մենք աղոթում ենք, որպես քո հավատարիմ զավակներ, որպես քո ընտրյալ հավատարիմ ժողովուրդ Տեր, փառք եւ գոհություն եւ շնորհակալություն ամենակարող մեր Հայր Աստծուն։ Փառած Զորեղարքա, աղոթում եմ այս ժողովրդի համար Տեր, աղաղակում եմ քեզ, որ պահես բոլորին ու պաշտպանես Տեր, պահես նրանց ճանապարհները Տեր, պահես նրանց քո զորավոր, փառավոր խոսքի ու ընթացքի մեջ Տեր իմ Աստված։ Աղոթում եմ նրանց համար Տեր, այնպես արա Սուրբ Հոգի, որ իրանք սիրեն քեզ, այնպես սիրեն, որ քո պատվիրանները պահեն Տեր։ Զորեղ իշխան, փառավոր իշխան, ես խնդրում եմ նրանց համար, որ դու բժշկես նրանց բոլոր կոտրված մասերը Տեր Աստված։ Կյանքի բոլոր կոտրված մասերը, ընթացքները, որ դժբախտության են արժանացել Տեր։ Փառած Տեր, ես խնդրում եմ ամեն դժբախտությունը կրկնապատիկ երջանկության վերածես ամեն մեկի կյանքի մեջ, Հայր Հիսուսի անունով։ Ամեն մեկը, որ տագնապ ու տառապանք է տեսել Տեր, թող այդ ամեն մեկը քո երկյուղի շնորհիվ խաղաղության եւ անհոգության վերածվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Փառած Արքա, Տերերի Տեր, մենք հռչակում ենք այսօր երկրի վրա, որ մենք այն ժողովուրդն ենք, որ կանգնելու ենք խրամատներում եւ պայքարենք մեր խաղաղության եւ իշխանության համար Տեր Աստված, պայքարենք մեր իրավունքների համար Տեր եւ վերցնենք մեր օրհնությունները, որոնք դու մեր համար ես արել Տեր, որոնք որ դու մեր համար պատրաստել ես Տեր։ Փառք եւ գոհություն եւ շնորհակալություն քեզ այն հանճարի համար, որ մենք այսօր ճանաչում ենք քեզ եւ գիտենք քեզ եւ դու կաս մեր կյանքերի մեջ եւ մենք տեսնում ենք քեզ Տեր։ Հալելույա։ Եվ ոչ մի փոթորիկ Տեր Աստված, որ այսօր երկրի վրա է, Բորդո քաղաքում Տեր, ոչ մի փոթորիկ, որ բարձրացել է մեր շուրջը, մեզ չի վախեցնի, որովհետև դու մեր հետ ես, մեր Տեր Հիսուս Քրիստոս, մեր հետ ես մեր կյանքի նավակի մեջ։ Փառք եւ գոհություն եւ շնորհակալություն քեզ։ Հալելույա Տեր, խնդրում ենք քեզ, որ դու արթնանաս եւ ամեն փոթորիկները լրացնես մեր կյանքերի մեջ Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Փառք եւ գոհություն եւ շնորհակալություն այս շնորհի համար, այս պատվի համար, որ մենք ունենք քո առաջ, քո երկյուղի մեջ Տեր։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Փառք մեր Աստծուն, ճշմարիտ Արքային։ Հալելույա։ Ամեն։ Օրհնված է սիրելիս, փառք Տիրոջը։ Ամեն։ Ունեցի Աստծո երկյուղը քո կյանքի մեջ, այդ երկյուղը քեզ կբարձրացնի ու կբարձրացնի։ Եթե մի թեթև տագնապ զգաս, եթե մի փոքր վախ զգաս, անմիջապես այդ ուղղիր Աստծո երկյուղի վրա։ Անմիջապես Աստծո երկյուղը քեզ կբարձրացնի Տիրոջ գիրկը։ Իմացի սիրելիներս, երկրի վրա փոթորիկները ինչքան էլ մեծ լինեն, ինչքան էլ վախեցնող լինեն, նրանք երկինք չեն հասնում երբեք։ Այնտեղ, որտեղ քո Տիրոջ գահն է, այնտեղ խաղաղությունն է, ուրախությունն է, արդարությունն է ու սրբությունն է։ Դու էլ այդտեղ եղի Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Սիրելիներս, ընդունեք Տիրոջ օրհնությունները,
նրա գահից, նրա արքայությունից։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառացնի երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Այս օրհնությունները այսպես վերցրա քո մեջ ու տար քո ընտանիք, տար քո տուն, տար քո երեխաների վրա։ Գնա ձեռքերդ դից երեխաներիդ վրա, ամուսնուդ վրա, կնոջդ վրա, տատիկիդ, պապիկիդ, հարազատիդ, ընկերոջդ վրա, գնա ձեռքերդ դիր ու ասա Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Թող Տերը պայծառացնի իր երեսը քո վրա, թող Տիրոջ երկյուղը գա քո կյանքի մեջ։ Թող ամեն վախերը տապալվեն։ Տիրոջ ուրախությունը լցվի, խաղաղությունը լցվի ձեր ընտանիքների մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եկեք միասին ասենք. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ մեր Հայր Աստծո սերը եւ մեր Սուրբ Հոգու հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Տեր օրհնի։ Քաջացեք սիրելիներս։ Ամեն։